Լեռնային Ղարաբաղի նախկին պատգամավորների ձեռամբ Լեռնային Ղարաբաղի նախագահ կարգված եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագիր ստորագրած Սամվել Շարամանյանին կարծես թե ցանկանում են փոխել։ Բանն այն է, որ ըստ որոշ հրապարակումների մայիսի 21-ին լրանում է այսպես ասած նրա պաշտոնավարման ժամկետը եւ Լեռնային Ղարաբաղի նախկին պատգամավորները լուծարված ինստիտուտին խորհրդարանին լիազորել են իրենց համար նոր նախագահ ընտրել լուծարված պետությունը ղեկավարելու համար։ Նույն տեղեկությունների Շահրամանյանի հրաժարականից հետո 7-օրյա ժամկետում պետք է առաջադրումներ լինեն։ Քաղաքագետ Հրայր Մանուկյանը Հայկական ժամանակի հետ զրույցում անհասկանալի է որակում նման մտադրությունները։ Վերջինս հարց է բարձրաձայնում. եթե Ղարաբաղն այժմ չկա, ինչպես կարող է Հայաստանում գտնվող մարդկանց որոշ խումբ նախագահ ընտրել կամ պետական ինստիտուտ ստեղծել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի համար շատ վտանգավոր է, երբ որ Արցախի նախկին ղեկավարները հավաքվում են եւ ձև են անում, թե շարունակելու են պետական ինստիտուտների գոյությունը մոտավորապես այնպես ինչպես նախկինում եղել, որտեղ պարզապես դա հնարավոր չէ, Արցախը ֆիզիկապես արդեն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Վտանգը նրանում է Հայաստանի համար այստեղ, որ սա Ադրբեջանի համար կարող է հիմք հանդիսանալ, որ նրանք մեղադրեն Հայաստանին ռևանշիզմի մեջ եւ ասեն, որ հեսա տեսեք Հայաստանում Արցախի կառավարություն են ձևավորում եւ փորձում են նորից էլի պատերազմով հետ վերցնել Լեռնային Ղարաբաղը իրենց վերահսկողության տակ։ Այդ տեսակետից շատ վտանգավոր է, որովհետեւ ուղիղ հարվածում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, իսկ խաղաղության հաստատումը Հայաստանի ամենաառաջնային շահն է։ Եթե նրանք հավաքվեն եւ ինչ որ մի ձևով կարևոր չէ հայտարարեն, որ սա ուրեմն Արցախի մեր ընտրած նախագահն է, դա ուրեմն վտանգ է ներկայացնում Հայաստանին։ Մանուկյանը նկատում է այս քայլով կրկին ապացուցվում է, որ Ղարաբաղյան կլանը դեռևս ուզում է Հայաստանում իշխանափոխություն անել։ Հայաստանը դարձնեն Ռուսաստանի շահերին ծառայող պետականությունից ու անկախությունից զուրկ ինչ-որ մի միավորի, որը ինչ-որ պահի կարող է եւ մտնել Ռուսաստանի կազմի մեջ, միայն թե Լեռնային Ղարաբաղն ու այդ տարածքը եւ Հայաստանը իրար հետ ինչ-որ մի միավոր լինեն։ Սա էր իրենց ընդհանուր մոտեցումը 2020 թվականի պատերազմից հետո եւ իրենք ձախողվեցին խայտառակ ձևով իրենց բոլոր նախաձեռնություններում, չկարողացան նաև Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, ինչպես որ ծրագրել էին, բայց շարունակում են նույն ձևով, որտեղ չգիտեն ուրիշ ինչ անեն, էլի։ Իրենց ընդհանրապես հին ձևով ոնց որ շարունակում էին մտածել, որ Ղարաբաղյան կլան կոչվածը եւ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում լինի իշխանության։ Քաղաքագետը շեշտում է, ով էլ մասնակցի այդ սինընտրություններին չի կարող ներկայացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որովհետև այդ անձինք իրականում այլ նպատակներ ունեն։ Այս ձևը հռչակվել նախագահ Հայաստանում իշխանության հավակնել տասնամյակներ շարունակ եղել է իրենց մտածողության մեջ, որ այդ ձևը հասարակությունում լավ սոցիալական դիրք գրավելու հարստանալու համար անօրինական հիմնականում ճանապարհով խոսել Ղարաբաղի հարցից մեծ խոսել նրանից, որ մենք անկախ պետություն ենք, անզիջում ենք եւ այլն եւ այդ հիմքի վրա հարստանալ, այդ թվում նաեւ անօրինական ճանապարհներով դա եղել է տասնամյակներով այդ մարդկանց գործելու, ապրելու ձևը։ Հիմա չի փոխվել այդ ապրելու ձևը, պայմանները փոխվել են, Լեռնային Ղարաբաղը այլևս չկա, եկել են Հայաստան, բայց այդ մտածողության ձևի շրջանակներում հիմա էլ նորից էլի փորձում են ինչ-որ խաղեր տալ ու իբր թե կառավարություն ու նախագահ ընտրել խաղալ եւ դրա հիմքի վրա ինչ-որ քաղաքական դիրք, պաշտոն զբաղեցնել ու հարստանալ։ Քաղաքագետը այն համոզմանն է, որ անկախ ցանկություններից Հայաստանի ներսում երկրորդ պետություն ստեղծել եւ պատերազմական գործողություններում ներքաշել այլևս հնարավոր չի լինելու։